Ճագար եղբայրը, նրա բարեկամներն ու թշնամիները։ Թե ինչպես ճագար եղբայրը միսը փրկեց։ Մի օր էլ Գայլ եղբայրը տուն էր գնում ուսին մի շարան ձուկ։ Նա ձուկ ուտել շատ էր սիրում ու հաճախ ձուկ բռնելու էր գնում։ Մեկ էլ որտեղից որտեղ թփերի միջից դուրս թռավ կաքավ քույրիկը եւ ընկավ ճանապարհի մեջտեղը։ Գայլ եղբոր հենց առջև։ Կաքավ քույրիկն ուզում է ինձ խաբել, իր բնից հեռու տանել, ինքն իրեն ասաց Գայլ եղբայրը։ Գայլ եղբայրը ձուկ ուտել շատ էր սիրում, իսկ թարմ միս էլ ավելի շատ։ Ձուկը ցած դրեց, վազեց, մտավ թփերի մեջ, բույնը փնտրելու։ Հենց այդ պահին դու մի ասի ճագար եղբայրը գալիս է ձուկը տեսնում։ Ձուկը տեսնում է, բայց ձկան տիրոջը ոչ։ Էլ ինչ ասեմ, էլ Գայլ եղբոր դրած տեղում ձուկ կմնա։ Գայլ եղբայրը ետ եկավ ու ոչինչ չգտավ։ Նստեց, գլուխը քորեց, թե ով կլինի, ով չի լինի, մտածեց ու որոշեց, որ ձուկը տանողը ճագար եղբայրն է։ Վազեց գնաց ճագար եղբոր տուն, դուռը թակեց։ Ճագար եղբայրը դուռը բաց չարեց, դուրս նայեց պատուհանից ու հարցրեց, թե ինչ կա։ Գայլ եղբայրը պատմեց ձկան մասին, ճագար եղբայրն էլ պատասխանեց. «Քո ձկից ես տեղեկություն չունեմ, բայց ես գիտեմ, որ դու ես տարել»։ Այդ ինչպես։ Ես քո ոտքերի հետքերը տեսա այնտեղ, ես ասի քո տան ձկանը ձեռք չեմ տվել, չէ։ Էլի ես կողմեն կողմի ընկիր։ Լավ, դե որ դու կարծում ես, թե ես եմ տարել ձուկը, կարող ես գնալ իմ կովը սպանել։ Այդ խոսքի վրա Գայլ եղբայրը դաշտ վազեց ու ճագար եղբոր կովը սպանեց։ Ճագար եղբայրը չէր ուզում կորցնել իր կովը։ Մի բան մտածեց։ Երեխաներին պատվիրեց մառանը դատարկել ու սպասել։ Մտքին դրել էր, որ կովի միսը տուն բերի։ Հետո վազեց գնաց դաշտ ու գոռաց. Գայլ եղբայր, շուտ արա, փախիր, թաքնվիր, որսորդներ են գալիս, շներն էլ հետները։ Հենց այդ րոպեին մոտակայքում մի շուն էր հաչում։ Գայլ եղբայրը հավատաց, ճագար եղբորը փախավ, թաքնվեց։ Ճագար եղբայրն էլ հենց այդ էր ուզում էր միանգամից գործի անցնել, կովը քերթեց, միսը կտրեց ու կաշվի հետ տարավ մառան։ Հետո վերցրեց կովի պոչը, ծայրը թաղեց գետնի մեջ ու գոռաց. Գայլ եղբայր, արի հասիր, շուտ արա, կովդ գետնի տակ է մտնում։ Գայլը շնչակտուր ետ դարձավ ու ինչ տեսնի։ Ճագարը բռնել էր կովի պոչից, քաշում էր հակաշում։ Գայլն էլ բռնեց պոչից, միասին քաշեցին ու մեկ էլ որ ձիգ տվին, պոչը դուրս պրծավ գետնի տակից։ Բայց մյուս ծայրին կով չկար։ Ճագար եղբայրն ասաց. «Տես է, պոչը թողեց, ինքը գետնի տակ անցավ»։ Գայլ եղբայրը հույսը դեռ չէր կտրել։ Մի բահ ճարեց, սկսեց փորեց, ով է կով տվել։ Ճագար եղբայրն էլ նստել ծխամորճ էր ծխում։ Մեկ-մեկ նայում էր երեխաներին, ծիծաղում ու ասում. Փորում է քանդում, փորփրում, բայց միս չկա։ Փորում է քանդում, փորփրում, բայց միս չկա։ Ով կտա։ Չէ որ միսն արդեն մառանումն էր ու հենց որ երեխաները ցանկանում էին, ուտում էին սրտի ուզածի չափ։